Ադրբեջանը նոր պատերազմի է պատրաստում իր հասարակությանը, այս անգամ կրթության միջոցով։ Բուհերում, քոլեջներում ու դպրոցներում բարձրացրել է ատելության չափաբաժինն ու նրանց սովորեցնում է Հայաստանի Հանրապետությունը կառուցվել է այսպես կոչված հին Ադրբեջանի վրա։ Հայկական կողմը շարունակ խոսում է Հայաստանի ներկայացուցիչները նրանց հարող շրջանակներ, որ խաղաղություն է, երկխոսություն է, գնում են խնդիրների լուծման ճանապարհով։ Ու այս ամենի ֆոնին կա զուգահեռ իրականությունը, որտեղ ադրբեջանցի երեխաներին, ադրբեջանցի երիտասարդներին կոչ են անում գրել շարադրություններ ներկայացնելով Հայաստանը որպես Ադրբեջանի տարածք։ Փորձում են ցեղերին հավաքել մեկ ընդհանուր գաղափարի շուրջ, ասում է Կարին Տոնոյանը, այնպես, ինչպես տասնամյակներ առաջ արել է Թուրքիան։ Նրանց ատելության առարկան հայն է, այդ նույն գործիքով, կրթությամբ Հայաստանի գործող իշխանությունը ըստ Տոնոյանի հային փորձում է զրկել ազգային պատկանելիությունից, դարձնելով ամբոխ։ Մենք որպես հնագույն ազգ այսօր իդեպս իշխանությունները իրականացնում են ազգաքանդիչ քաղաքականություն, իրենք ուղիղ հակառակը եւ շատ սինխրոն է տեղի ունենում ամենակարևորը նույն գործիքներով մենք քանդում ենք, նույն գործիքներով իրենք կառուցում են։ Եթե հայկական դպրոցներում առաջինը սովորեցնում են ճանաչել զիմաստություն եւ զխրատ իմանալ զբանս հանճարոյի նախադասությունը, ապա Ադրբեջանում սկսում եւ ավարտում են հայը թշնամի է կարգախոսով։ Նրանք անգամ դպրոցական բեմադրություններում են պատերազմում հայերի դեմ։ Հիմա նաև շարադրությունների ու էսսեների բովանդակությունն է Հայաստանի դեմ։ Տաթևիկ Հայրապետյանի խոսքով Ադրբեջանում կրթության նախարարության ֆինանսավորմամբ եւ հասարակական միության նախաձեռնությամբ հրատարակվել է գիրք, որը ներառում է 10-ից 11-րդ դասարանի աշակերտների եւ քոլեջների ուսանողների մրցութային էսսեներ արևմտյան Ադրբեջանի թեմայով։ Մրցույթն իրականացվել է Ալիևի ուղերձով։ Ադրբեջանում մի նոր վտանգավոր միտում է սկսվում, երբ մի ամբողջ սերունդ մեծանում է այն մտայնությամբ, որ իր հարևանությամբ գտնվող Հայաստանի Հանրապետության տարածքը դա պատկանում է իրեն, եւ Ադրբեջանի նման պետության փաստացի տոտալիտար պետության պայմաններում այնտեղ ոչ մեկ չի կարող հարցադրումներ առաջ քաշել, փաստեր առաջ քաշել, ասել, բայց ինչ եք մեզ օրինակ դասավանդում, այսպիսի բան ոչ մի գրքում, ոչ մի աշխարհագրական քարտեզում ոչ միտեղ չկա, որովհետեւ ինքը զրոյից օրինված զավթողական կոնցեպտ է։ Հայաստանի Հանրապետության տարածքը պատմության մեջ որևէ քարտեզի վրա չի կարող նշվել ու նշված չի որպես արևմտյան Ադրբեջան։ Այսինքն սա նշանակում է ատելության, թշնամանքի, զավթողականության մի նոր ծրագիր։ Սա մեծ պատերազմ է ոչ միայն նույն տարիքում գտնվող երեխաների դեմ, այլ նրանց ծնողների, մանկավարժների դեմ։ Հայաստանի կրթական համակարգը միջնակարգ, ավագ, բուհական, նույն ձևով պատրաստում է աշակերտին եւ ուսանողին Ադրբեջանի հետ ճիշտ շփվելու համար։ Այսօր ոչ, կարծում է Կարին Տոնոյանը։ Մենք էլ պիտի ցույց տանք, որ մենք էլ կարող ենք, մենք էլ ուժ ունենք, մենք էլ կարող ենք սպանել, բայց հանուն արդարության, հանուն պաշտպանության, հանուն ճշմարտության։ Այո, մենք էլ մեր երեխաներին պիտի սովորեցնենք, որտեղ այսօր աշխարհը գազանային քաղաքականությամբ, ջունգլիների քաղաքականությամբ է ապրում, եւ այդ համաշխարհային քաղաքականության մեջ իրավիճակում, եթե մենք գարներ ենք դաստիարակում, մենք միանշանակ գազանի բաժին ենք դաստիարակում, հասունացնում, հա, գեր ենք հասունացնում։ Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը վերհիշում է իր ուսումնական տարիներն ու նշում, որ իրենք եւս թերի տեղեկություններ են ստացել դպրոցական ծրագրով, օրինակ Արցախյան պատերազմի, շարժման եւ պատմական ու կարևոր իրադարձությունների վերաբերյալ։ Տասնամյակներ շարունակ կրթական համակարգում ազգային օրակարգ ձևավորող բովանդակության շուրջ թերացումներ կային։ Գործող իշխանության առաջ հիմա այլ խնդիր է դրված։ Մի կողմից Հայաստանի, մյուս կողմից Ադրբեջանի իշխանությունները դասագրքերում բովանդակային փոփոխություններ անելով ծառայում են նույն ադրբեջանական կենտրոնին, նշում է Կարին Տոնոյանը, որպես հակազդեցություն պետք է շրջանառել ազգային օրակարգով դասագրքեր, ինչը եւ անում են Տոնոյանն ու համախոհ ուսուցիչները։ Անի Աբախյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք 3w abcmedia.am պաշտոնական կայք։